Դա անխուսափելի է, նույնիսկ անխուսափելի է տեղի ունենալու իրականում պատերազմներ ու Ադրբեջանի միջև։ Դա ժամկետ չեմ կարող ասեմ, բայց դա անխուսափելի է, որովհետև այսինքն ինքը դեռ չի հանգստանում, ինքը հրահրվում է թշնամի պետության կողմից եւ ինքը ինչ որտեղ կարող է որոշակի առավելություններ ունի կամ հետո մի քիչ էլ ունենալու, բայց կուլ են տալու իրան։ Այսինքն ուղղակի տեղ մենք պետք է կարողանանք մեզ պաշտպանել, որ մենք էլ կուլ չգնանք։ Այսինքն այստեղ շատ կարեւոր է, որ երբ որ նմանատիպ իրավիճակ լինի հրահրման, պատերազմի, հարձակման, մենք խոճապի չմատնվենք, մենք չփախնենք։ Այսինքն այստեղ զուտ հոգեբանական պակ կա, որ հիմիկվանից մարդիկ չասեն, վայ գնանք ուրիշ պետություն, որովհետև ուր էլ գնանք ապահով չի։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, որ ես վստահ եմ, եթե իրականում նման հարձակում լինի Ադրբեջանի կողմից, եթե մենք ճիշտ կարողանանք մեր ռեսուրսները օգտագործենք, մենք իրականում հետ ենք շպրտելու, մեծ հաջողություններ ենք ունենալու։ Այսինքն այդտեղ մենք էլի մեզ օգնողներ որոշակի հարցում կլինեն, բայց մեր հույսը մենք ենք ու այդ պոտենցիալն կա, այս շեշտել եմ։ Իսկ հիմա զուտ շատ վտանգավոր է, որ ես մարդկանց ուղղակի խորհուրդ եմ տալի մեր հայրենակիցներին շատ չհետևել միջազգային լրահոսերին, շատ, որովհետև ցանկացած վախ ավելի է սրում իրավիճակը եւ ոնց որ վախն է ստիպում, որ մարդը հանձնվի։ Այսինքն վախի մթնոլորտ սկզբում ստեղծում են, եթե ուզում են մի հատ պետության ոչնչացնեն կամ մի հատ կառույցի, վախի մթնոլորտ ստեղծում են զուտ հոգեբանական ֆակտորներով, տարբեր գործոններով եւ արդեն թուլացած հասարակության մեջ հեշտ է իրանց բաժանելը։ Հիմա մեր հասարակությունը հոգնած է շատ բաներից, չի ուզում պատերազմ, վախը հոգու խորքում կա, կորցնելու վախը, չգիտեմ, նոր պատերազմի վախը, այդ մենք միշտ եթե նայենք հազարամյակով նման փուլեր 100 անգամ անցել ենք։ Այսինքն ոչ առաջինը, ոչ վերջինն է լինելու։